Ասացեք ընտրեմ, թե ինչ կենսակերպով եք ապրում, ունեք արդյոք ամենօրյա սննդակարգ, հետաքրքիր եւ ո՞րն եք համարում ձեր երկարակեցության գաղտնիքը։ Ես ինձ գում եմ երիտասարդ հոգով երիտասարդ։ Երեխա ժամանակվանից ապրել եմ յուղում, սարերում եմ ապրել, բուսականության բոլոր տեսակներից էլ օգտվել եմ։ Ամենաբարդ խոտերից սկսած։ Եվ ճիշտ ասած կարգապահ եմ եղել, սնունդը միշտ օգտագործել եմ չափավոր։ Կյանքում հարբած չեմ եղել, ոչ մի անգամ։ Տեսել եմ, չեմ կարող, չեմ կերել, չեմ օգտագործել, ծնվել եմ նորմալ, ստամոքսից վնաս չեմ հասցրել։ Բուսական աշխարհով ծնվել եմ, մատնով, հրքով, ինքս իմ ստամոքսը մաքուր եմ պահել։ Չեմ ծանրաբեռնում, տեսել եմ, ես հացի կտորել չեմ ուզում, չեմ կերեմ։ Եվ ծխել եմ 20 տարի, թարգեմ տվել 73 ֆիլմի շեսօր, անգամ ծխախոտի խոտը որ լսում եմ, ալերգիա եմ լինում, չեմ ծխել։ Իսկ խմելը։ Եթե տեսել եմ, որ մի բաժակից հետո կարող այն զուրա, չեմ խմել։ Հարբած չկամ կյանքում։ Հարբելը ատել եմ խմած մարդուն։ Հարբած մարդուն, արասեմ խմեք, մարդավարի ապրեք։ Ձեր երածն ինչա, կարգին մարդավարի խոսում, խմեք ալ զալ եք տանում։ Եթե ինձ նմաններ այսօր լինեին, պատերազմը երբեք չէր ներժերնում։ Կռիվ չէր լինի։ Մարդկային վիճակը կներ գերազանց։ Այս դերքը քարկում 22 որ երրորդ դարում են 21 22 դարում Հայաստանի մոլորակի 9 միլիարդի կեսը չի լինելու, միացեք։ Ընդերքը հերնանիցում ենք ընդերքի։ Այս մոլորակը ոչ կայա, գնել եմ չէ։ Քանդում եք, բան չոք դե ապրեք վաղը։ Այ հիմարներ, ինչ եք քանդում այս երկիրը։ Սովետի ժամանակ միլիոնների օգուտ եմ տվել Հայաստանին։ Միլիոնների, միլիարդների։ 25 տարի մինիստրի սովետում աշխատել եմ, 40% ավել աշխատավարձ են տվել։ Իմ սիրուն աշխարհի համար չեն տվել։ Ֆադեյ տածած իմանալով ինքը ինձ նշանակեց գլխավոր աուդիտ Հայաստանի մասշտաբով, գործուղման ծախսերի հետ կապված։ Բանից պարզվեց որ հա Երեխաներին ինչպես դաստիարակենք, որ լավ մարդ։ Իմ երեխաները ինձանից պետք է շնորհակալ լինեն, որտեղ իմ երեխաներին որ չեմ ասում, մի հատ մարոժնի կեղտոտ փողով չեմ օգտագործում։ Ազնվությամբ երթում ուզում եք տամ, ոչ թե ինձ համար եմ ես բոլորն անում, ու իմանան որ ասենց հիմար մարդ եղի կյանքում, օրինակ վերցնեն։ Իմ գիրքը օրինակելի, ուստանելի գիրք է, սկսած մանկապարտեզի երեխայից, մինչև ռոդանտ, դոլար։ Դոնալդն էլ իրամ տովրելու ինձանից։ Կա բան, որի համար փոշմանել եք, եթե ժամանակահետ տայիք, կփոխեիք։ 96 ցույցեր օժար կամքով դուրս եմ եկել։ Աշխատել եմ խնայ բանկում, որտեղ աշխատավարձ շատ են տալի։ Հետո եղել եմ մինիստրի խորհրդական, մինչև 2000 թիվը։ 2006 թվականին կցկվեց ձեռներս, որտեղ շեյփած դուրս եք աշխատանքից։ 90 թվականի հրշակագրից ժամուկես հետո ես դարել եմ լյումպեն պրոլետար։ Իմ գրքերը եթե հնարք կարդացեք հարիֆը ու շատ միրջա հարիֆը երկրորդ գրքում, թե ինչու եմ ես ինձ անվանել հարիֆ եւ վերջում երկրորդ գրքում գրել եմ թող երկիր մոլորակի 7 միլիարդ բնակչության կեսից ավելին իզման հարիֆ դինեն, բայց արի ուտես իմ ամբողջ կյանքից բարիքներից հրճակումից ժամուկես հետո ես դարձա լյումպեն պրոլետար։ Մինչև այսօր բողոքավոր եմ, արդեն ձգվել եմ այստեղ սաղասը։ Սա երկիր չի դարը, քննադատել եմ, սովետիներն քննադատել։ Ես ունեի այնքան առաջարկություն, որ դեռ 60-ական թվականին, երբ որ 19 տարի աշխատել առաջ ֆաբրիկայում, ես կարող էի անհատական թոշակ ստանալ, եթե 60 տարեկան լինեի։ Բայց քանի որ 40 տարի էր, ես այնքան նորություն ունեի, հերիքում էր որ ինձ անհատական թոշակ տան։ Որ մինիստրի սովետի տեղի գիտեի, որ չերպայություն վեր աշխատել։ Այս ժամանակ եթե ես 60 տարի կարա է թոշակ ստանալ։ Տեղափոխվելուց հետո ես որ մինիստրի սովետ արդեն ի պաշտոն է, պետք է ստանայի։ 90 թվականին, երբ որ հեղաշրջումը դեռ չէր եղել, ես դիմում գրեցի 60 տարի լրացել է, խնդրեմ իմ հատական թոշակը նշանակեք, ինձ էլ աշխատանքից ազատեք կամ ցածր աշխատանքի տարեք, ես իրանք ունեի պաշտոնով աշխատելու։ Մի շաբաթ առաջ իմ գործը լսվել էր Նայսնեսոյդ նախագահի տեղի մասնակցությամբ եւ անգամ իմ լավ աշխատանքի համար իմ ծառայական մեքենան նվիրել էին ինձ։ Իմ պատրաստ էր 3 օրեր մնացել որ մինիստրությունում պետք է լսեին, երկիրը քանդվավ իրար։ Եկավ Վազգեն Մանուկյանը հենց առաջի օրը
կներեք ախր, էլի, խելացի էր, ուղեղն աշխատում էր, կամպյուտերին մանախ, բայց որ հիմարություն արեց։ Չիմանալով այդ բաժիներանց ինչ ա ներկայացնում։ Երբ որ սկսեց բաժիները ման գալ, հարցրել է, սա ինչ բաժին է, ասել են, սա անհատական թոշակ նշանակել բաժին ասել։ Էդ ինչ ա, հենց այսօրվանից դուք արեք։ Չէր իմանում, որ դա իրս ինչ դերակատարում ունի։ Դրա համար ոչ թե մի հերանից անմիջապես զրկվեցի եւ ամբողջ 60 տարվա թոշակից էր, ծառայական մեքենայից էր եւ սկսեցի նորից շարունակել աշխատել 96 թիվը։ Ամիսը 4000 դրամ պակաս փող եմ ստանում 90 թվականից մինչև 2017 թիվը։ Ինչու՞։ Կոլխոզում աշխատած ժամանակ գրքույկ չկար, տեղեկանքով էին տեղում, երբ որ ես արդեն զրկվեցի թոշակից, սովորական թոշակ պետք է ձևակերպեի, տեղեկանք բերեցի նաև գյուղից, որ կոլխոզում աշխատել եմ, էսվից էս թիվը։ Բանից պարզվեց, որ էլ ես Վազգեն Մանուկյանի օրոք, թե այդ ինչ են փոխը։ Տարով է, ինչ է, տարով է, չէ՞ թոշակը նշանակում։ Չէ, տարուն վերացվել են, ասեն, կոլխոզնիկը 4 տամից պարապնորսում է ձմեռա, խիպտի տարով տանք, այդ աշորեր էին փոխը։ Աշորերը որտեղից բերեմ, գնացի, ասի գնամ։ Աշորերը ասին աշոր չկա, որովհետև 50 թվականին կոլխոզը կայծանքը խփել էր կոլխոզի գրիշը տարել էր, արխով, մաշով, խախորել։ Բաղումը բողոք եմ, մինչև Փաշինյանն եմ բողոք է, վերջերս, բոլորս չեկրետ է, գրգել են սոցապից 10 հատ գրություն ունեմ, թապած այստեղ, հիմք չլնելու պասը, հիմքը ձեր գլխին կպրի, կարկուտը, գրիշը տարել է, աշոր չկա, հիմքը որտես բերեմ։ Բան չի դատարանը, դատարանը 2016 թվականին, իմ ընկերներից Մոսկվայից հանդիպեց, ասեց ոնց ես, ասի շատ ծանր վիճակում եմ, սենց բանկ, ասեց բախի չես դատի տալի, ասի 300,000 փող են ուզում, որտես դատի տամ, ասեց ոնց թե, ափսոս ասեց ես գնում եմ, մի հատ տեղ կա, ես քեզ կտանեմ, գնա այնտեղ իմ անունով, ասա քեզ կընդունեն դատի, գնաց բանից դուրս եկա, որ մարդու երեքսերի պաշտպանի գրասենյակն է, առաջ ապտեկայի մոտ է, գնացի 3000 ռուբլով ինտերնետին գործ բանը աշխատը, իմ բողոքները գրեցին տեղ դատարանը կենտրոն համայնքը, անգամ չկանչեցին ինձ, 4 տարին էլ վերականգնեցին, ես ուրախությանս չափ չկար, վերջապես 4000 ռուբլի ավել պետք է ստանամ, 77 թվական 2017-ից հետո մինչև այսօր 4000 դրամ ավել եմ ստանում, ինչու դատարանը որոշումը տվեց, բայց դատարանը հիմքը որտես էր վերցրեց, Հայաստանի օրենքը չի, դատարանը որտես հիմք չարեց, սոցիալը ասեց որոշեցին մի ամիս հետո կստանաս, ասի բոլորը մի անգամից պետք է ստանամ, ասին ոչ, անցյալը չեն կարող տա, հետադարձ ուժ չունի, չունի, ասի, բայց ինչի սա պետք է, կարող եմ մի տարի էլ չապրեմ, մեծ մասեմ, պետք չէ, պետք չի, թող եկա, բայց մինչև այսօր ապրում եմ, ինչու չգիտեմ, 26 տարի ես 4000 դրամ պակաս եմ ստանում սորը, ինչի համար, երբ որ կոլխոզում աշխատել եմ, հերիք չի, Վայենկոմինին օգնել եմ, ես գիտեք, որ Զակավկազկի օկրուգի համար մեդալ եմ ստացել երեխա ժամանակ, 13-14 տարեկան, էշեմ տարե հանձները, որ գնան Կովկասյան լեռները պահեն, մեդալ եմ ստացել դրա համար, ով գիտի դրա մասին, այնքան հիմար եմ եղել, որ կարողացել եմ այսքան ապրեմ, ես մեկ մտածում եմ, որ քնեմ առած վերջ չգնամ, չի ստացվում, ինչ անեմ, հիմա մենակ գլուխ ստապեցում, ոնց է ցավ, ֆոլվարտը սելա լավացել, զարմացա ինչպես եմ լավացել ես, իմ ուղեղը այսօր մինչև հիմա ավելի թարմ է, քան ցած 3 տարի առաջ, չի կարող ես ախմախը, իմ կինը ինձանից խելոք էր, 60 տարից որոշի դիրեկտոր է Սախարովի անվար, երրորդ մասում, ինձանից խելացի էր, բայց նա վերջում ինձ չէր ճանաչում, ասում է ես մի լավ ընկերն ես, 4 տարի հիվանդ եմ պահել, իսկ հիմա ես օրվա համար մտածում եմ, կարամ արդյոք մի տարի էլ պահեմ ես կնոջը, հենա ինքը լսում է, որտեղից պահեմ, 80,000 թոշակամսով 20,000 էլ տալիս են որպես չգիտեմ բանի անդամ, չգիտեմ 100,000-ով ես մենակ իրան ինչքան տալիս եմ, իսկի դա չի երիքի, բայց ոնց ապրեմ, դեղ ես ոնց առնեմ, սաղ դեղ եմ խմում, իսեցերի, որ եթե ես նորից ծնվեի, այնքան հիմար եմ եղել, 3000 ռուբլի փող ընտրեց չեմ վերցել, իմ կինն էլ ինձ հիմար էր, ինձանից խելոք էր, բայց ռուսաձեն մասնագետ էր, սաղ ինստիտուտների անել շտուգում էր, անգամ մեդալիստի փող չի վերցրել 3000, բայց եղել եմ եկել եմ իզակարում, նորից ծնվեի, նույնը կլնեի, չէի կարա վերցնեմ, իմ էլ չեմ վերցնի, հիմ էլ տան չեմ վերցնի, դրամա իմ գիրկը կոչվում է, նորից ծնվեի, նույնը կլնեի, չեմ փոշմանը, հիմա նոր դառնա 1 միլիոն մեծ բան եք տալի, 1 միլիոն 200,000 այսօր պարտք են,
90 թվականից մինչև այսօր հաշվեք քանի տարի անում։ Ամիսը 4000, 44000 դրամ պակաս են տալի։ Իմ օրինական փողն է։ Ես միլիարդներ եմ տվել պետությանը, խիչակ իմ օրինական փողը տվեք, հիմարներ։ Շնորհակալություն, որ խոսեցիք, որ այսքան անկեղծ եղաք։ Ախր շատ եմ ներվայնանում, Չեմ կներեք։ ներվայնացեք, Ես այսքան ներվայնանում եմ, զարմանում եմ, ո՞նց եմ մեռնում։ Ո՞նց չի ֆախ կպում ինձ։